Բարև ձեզ։ Եթե մենք դեռ ծանոթ չենք, ուզում եմ կարճ ներկայացնել ինձ։ Իմ անունը Արթուր Նիկողոսյան է։ Ես ծնվել եմ Հայաստանում 1973 թվականին։ Ուզում եմ հենց սկզբից անկեղծ լինել ձեզ հետ։ 1993 թվականին իմ կյանքում տեղի ունեցավ մի բան, որը ամբողջովին փոխեց ինձ։ Ես ֆիզիկապես մահացած էի։ Մարդկանց խոսքով, ովքեր ինձ մոտ էին, ասում են, որ 4 շրջան մահացած եմ եղել։ Այդ պահին երկնքում բացվեց մի էկրան, եւ ես տեսա ամբողջ իմ կյանքը, ոչ միայն այն, ինչ մարդիկ էին տեսել, այլ նաեւ այն, ինչ որ ես թաքցրել էի, իմ գաղտնի մեղքերը, իմ սխալները, իմ խավարը, եւ ես ինքս ինձ դատեցի։ Ես հասկացա, որ արժանի եմ դատապարտության։ Բայց հենց այնտեղ ես լսեցի մի ձայն, դա Հիսուս Քրիստոսն էր։ Նա չդատապարտեց ինձ, ճիշտ ինչպես այն կնոջը, որին ուզում էին քարկոծել։ Նա ասաց. այս հնարավորությունը ես ամեն մահացածի չեմ տալիս, բայց քեզ տալիս եմ վերադարձիր քո մարմնի մեջ եւ ապրիր այն կյանքը, որը ինձ հաճելի է, որը գրված է Աստվածաշնչում։ Եվ ես վերադարձա մարմինս։ Այդ օրվանից մինչև այսօր ես ապրում եմ Աստծո օգնությամբ նրա հետ։ Ես ամուսնացա 1997 թվականին։ Մենք ունենք 2 երեխա, տղաս եւ աղջիկս։ Մենք ծառայել ենք Հայաստանում եւ Ռուսաստանում։ Մոսկվայում Սուրբ Հոգու օգնությամբ հիմնադրել ենք եկեղեցի եւ մոտ 10 տարի ծառայել այնտեղ։ Եվ մինչև օրս գործում է այդ եկեղեցին։ 2022 թվականից մենք տեղափոխվել ենք Ամերիկա եւ որտեղ էլ լինեմ, իմ նպատակը մեկ բան է։ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը հասցնել մարդկանց մինչև իմ կյանքի վերջ։ Այս հոլովակում խոսելու եմ որպես մեկը, ով ստացել է երկրորդ հնարավորություն։ Աստվածաշունչը պարզապես հին գիրք չէ, այն կենդանի խոսք է, խոսք, որը բուժում է, որը ուղղում է, եւ ամենակարևորը բացահայտում է Հիսուս Քրիստոսին։ Այսօր մենք սկսում ենք մեր մեծ ճանապարհորդությունը Աստվածաշնչից հենց առաջին էջից, Ծննդոց գրքից։ Հիսուսը ասեց. «Քննեցեք գրքերը, որովհետև նրանք բոլորը իմ մասին են վկայում»։ Եվ մենք Աստծո Սուրբ Հոգու օգնությամբ, ով նաև Աստվածաշնչի հեղինակն է, կբացահայտենք Տեր Հիսուս Քրիստոսին բոլոր գրքերում։ Մեր նպատակը մեկն է՝ հասկանալ, թե ինչ է ասում յուրաքանչյուր գիրք, ինչ է նշանակում այն մեզ համար, եւ ինչպես է այն ցույց տալիս Հիսուս Քրիստոսին։ Ծննդոց առաջի գլխի հենց առաջի խոսքում սկզբում Աստված ստեղծեց երկինքը ու երկիրը։ Սա առաջին ճշմարտությունն է ամբողջ Աստվածաշնչում։ Կյանքը պատահականություն չէ։ Ամեն ինչ սկիզբն է Աստված, ամեն ինչի։ Հիսուսն է այդ սկիզբը, նա է ստեղծողը, խոսքը, որով ամեն ինչ եղավ։ Մեր կյանքում կիրառումը կլինի այն, քո կյանքը սկսվում է Աստծուց, դու պատահական չես, ես ու դու պատահական չենք։ Երկիրը անտեսանելի եւ անկանոն էր։ Սա նկարագրում է խավար դատարկություն, խառնաշփոթ։ Շատերի սրտում այսօր նույնն է, բայց Աստված չի թողնում խավարի մեջ։ Աստծո Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրա, 3-րդ խոսքն է ասում։ Սուրբ Հոգին շարժվում էր նախքան լույսը։ Նույն Հոգին այսօր շարժվում է մեր կյանքի վրա, նախքան փոփոխությունը։ Եվ Աստված ասեց. թող լույս լինի։ Աստված խոսեց եւ լույս եղավ։ Աստված ստեղծում է խոսքով։ Հիսուսն է այդ խոսքը։ Նա է մեր լույսը։ Կիրառումը մեր կյանքի, եթե քո կյանքում խավար կա, Աստված կարող է ասել. թող լույս լինի։ Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է, լավն է։ Աստված հաճույք է ստանում լույսից։ Նա հաճույք է ստանում, երբ քո կյանքում, իմ կյանքում լույս կա։ 6-րդ եւ 8-րդ համարները երկինքը Աստված կարգ է ստեղծում։ Խառնաշփոթը դառնում է կարգավորված աշխարհ։ Հիսուսն է մեր կարգը։ Նա է խաղաղության իշխանը։ 9-րդ եւ 10-րդ համարը ծովերը ու ցամաքը Աստված սահմաններ է դնում։ Սա մեզ սովորեցնում է, որ սահմանները օրհնություն են, ոչ թե սահմանափակում։ Հետո ստեղծում է բույսերը 11-13 համարները։ Աստված կյանքի
Աճի պտուղը Հիսուսը հենց ինքն է, ասում է ես եմ կյանքի որդատունքը, նա է մեր պտղաբերության աղբյուրը։ Հետո Աստված ստեղծում է արեգակը, լուսինը, աստղերը, Աստված ստեղծում է ժամանակը, օրերը, եղանակը, տարիները, նա է մեր ժամանակների Տերը։ Հիսուսն է արդարության արեգակը։ Կենդանիները Աստված լցնում է աշխարհը կյանքով, նա սիրում է բազմազանությունը, նա ստեղծում է գեղեցկություն, շարժում, ուրախություն։ 26-րդ խոսքը. Մարդուն ստեղծենք մեր պատկերով եւ մեր նմանությամբ։ Սա ամենաուժեղ ճշմարտություններից մեկն է։ Դու եւ ես ստեղծված ենք Աստծո պատկերով։ Դու արժեք ունես։ Դու պատահական չես։ Դու կրում ես Աստծո նմանությունը։ Աստված ստեղծեց մարդուն արու եւ էգ։ Աստված ստեղծեց ընտանիքը։ Աստված ստեղծեց հարաբերությունը։ Հիսուսը եկավ վերականգնելու այն, ինչ կորավ մեղքի պատճառով։ 28-րդ խոսքը. Աշխարհը լցրեք, բազմացեք, աճեք, շատացեք։ Աստված օրհնում է մարդուն, օրհնում է աշխատանքով, Աստված օրհնում է ընտանիքը։ 29-30 խոսքը Աստված ապահովում է ամեն ինչ։ Աստված տալիս է սնունդ, կյանք, միջավայր։ Նա է մեր պահապանը։ Հիսուսն ասաց. Ես եմ կյանքի հացը։ Եվ Աստված տեսավ, որ ամեն ինչ շատ լավ է, բարի է։ Աստծո ստեղծածը կատարյալ էր։ Մարդը Աստծո սիրո պսակն էր։ Հիսուսը եկավ վերականգնելու այդ շատ լավը մեր կյանքում։ Կարճ ամփոփում. Աստված ստեղծեց ամեն ինչ։ Աստված ստեղծեց մեզ սիրով, Աստված ուզում է լույս բերել մեր կյանքը։ Աստված մեզ ստեղծեց իր նմանությամբ։ Հիսուսն է ստեղծողը, խոսքը եւ մեր լույսը։ Մի կարճ աղոթենք։ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ դու իմ արարիչն ես։ Լույս բեր իմ սրտի այն վայրերում, որտեղ խավար կա։ Օգնիր ինձ ապրել այնպես, ինչպես դու ես ինձ ստեղծել։ Ամեն։ Սիրելիներ, մեր հաջորդ գլուխը, երկրորդ գլուխը, Ծննդոց երկրորդ գլուխը հաջորդ անգամ մենք կշարունակենք։ Թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները։ Եղեք օրհնված։